Ձմեռ պապիկ, խնդրում եմ, թող հրաշք լինի և իմ արջուկը կենդանանա։ Կվարվեն քաղաքի լույսերը, կհնչեն 12 զանգերը, շուտով կփոխվի տարին, իսկ դու մնացել ես ճանապարհին, վազիր չուշանաս, չկա ժամանակ, որ այս ամանոր չնշես միայնակ, վազիր չուշանաս, չկա ժամանակ, թե չէ կմնաս դու մեր Շնորհակալ եմ քեզ, ձմեռ պապիկ։ Ֆորտունա հեռուստաընկերության ամանորյա ծրագրի գլխավոր հովանավորն է Երեմյան ընկերությունների խումբը, Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված իր ամենամեծ և ժամանակակից անասնաֆերմայով։ Իր մարզային գործունեությամբ ընկերությունը նպատակ ունի նպաստել համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների իրականացմանը և փորձի փոխանակմանը։ Ինչպես ասում է Երեմյան կաթնամթերքը, կաթը սեր է, ուժ և առողջություն։ Նոր տարում լինենք սիրով լեցուն, ուժեղ և առողջ։ Ամանորյա բացենյակի գործընկերն է Ազարյան գինին իր հատմտիշ տեսականիով։ Կարող եք հարցնել Խորենացի 7 հասցեում, ինչպես նաև բոլոր խանութներում։ Ազարյան գինի զարդարեք ձեր ամանորյա սեղանները։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։
Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածախ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Տոնական վատսենյակի գործընկերն է Step Furniture պատվերով կահույքը քաղաք Ստեփանավան։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Step Furniture որակյալ հումք, ամուր կառուցվածք, կատարյալ համադրություն։ Պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար։ Ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Նորավոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր նորին միացել Ֆորտունայի եթերային աշխատանքին, բացենյակը շարունակում է իր տոնական ընթացքը եւ ինչ տոն առանց երաժշտության եւ առանց հետաքրքիր զրույցների, այդպես չի լինում։ Հարգելի հեռուստատողներ, ես ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Վանաձորում, Լոռիում, Հայաստանում եւ աշխարհի տարբեր կետերում, ովքեր հենց հիմա բացենյակի հետ են։ Սիրով պետք է ներկայացնեմ շատ հետաքրքիր ու տաղանդավոր իմ հյուրերին։ Վլադ Նավասարդյանով շեփորահար է եւ հանդիսանում է Ստեփանավանի արվեստի դպրոցի սան, ինչպես նաեւ Նարեկ Սուքեսյանը, Նարեկն էլ ավագ դպրոցի աշակերտ է եւ սաքսոֆոնահար։ Տղաներ, ողջույն։ Ողջույն։ Ինչպես եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն։ Ծանր չէ գործիքները։ Իմ մի քիչ ծանր է, Իրանը ինչքան գիտեմ, ոչ։ Համեմատած թեթև է։ Ահա, Նարեկ ջան, կողս կողքի դնել, եթե շատ Չէ, լավ, չի խանգարում։ Իսկ նվագելու ծանրությունը զգում եք։ Նվագելուց իհարկե ինքը վզից է կախվում ու երկար նվագելուց բնականաբար հոգնում եմ։ Ահա։ Ուզում եմ ձեր տաղանդի մասին իհարկե մենք տեսել ենք, լսել ենք, բայց ուզում եմ որ այսօր մեր հեռուստադիտողներին էլ ներկայացնենք ձեր մասին եւ մի քիչ ուզում եմ ծանոթանանք, հա, ով ինչով է զբաղվում։ Նարեկ, Վլադ ինչով եք զբաղվում։ Մի քիչ պատմեք ձեր մասին իմանանք։ Սկսի դու։ Դե ես իրականում իմ համար նվագելուց ոնց որ բացի ավելի շատ հոբիներ ունեմ։ Ես զբաղվում եմ հանդբոլով ու ներկայիս ժամանակին խաղում եմ Հայաստանի պատանեկան հավաքականում։ Գեցես։ Նաև աշխատում եմ մեր ընտանեկան բիզնեսում։ Եվ այդպես լիքը հոբիներ ունեմ, նվագելը գլխավորը չի ոնց որ իմ կյանքում, բայց շատ սիրում եմ։ Օրինակ ձեր հյուրերը հաճախ են ասում, «Բա մի բան նվագի վայելենք»։ Իրականում հա ասում են, մի ձև ցրում եմ գնում են։ Բայց ոչ հյուրերին, ուղղակի այդ միտքը, չէ։ Վլադ ջան, դու էլ քո մասին կպատմես մեզ։ Ես էլ շատ նախասիրություններ ունեմ, բայց ուզում եմ առանձնացնեմ հենց շեփոր նվագելը, որ իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է, ընդհանրապես երաժշտությամբ զբաղվելը։ Նաև դաշնամուր եմ նվագում, ճիշտ այդքան լավ չի ստացվում, բայց փորձում եմ նվագեմ իմ հաճույքի համար։ Ուրիշ զբաղմունք, նաև ես ծառայում եմ Հայ առաքելական եկեղեցում, դպիր եմ։ Այո։ Սիրում եմ գրքեր կարդալ, ավելի շատ փաստավավերագրական, քան արկածային։ Եվ այսքան։ Մասնագիտական առումով կողմնորոշվել եք, որ ուղղությամբ եք գնալու։ Ես ոչ։ Դեռ ժամանակ ունես։ Սա այս եթերը լավ հնարավորություն է, որ արդեն իսկ մտածեք։ Ոնց եղավ ձեր առաջին հանդիպումը, հա։ Կարող եք չէ գնալ օրինակ դաշնամուրի, չէ, չնայած արդեն դու զբաղվել ես, ջութակի, ինչու սաքսոֆոն, ինչու շեփոր եւ ոչ թե օրինակ ջութակ կամ դհոլ։ Ինչու ընտրեցիք հենց այս գործիքը։ Իրականում մանկուց սաքսոֆոնի ձայնը ինչ շատ գրավել է, ես շատ սիրել եմ այս գործիքը, իր ձայնը ու ընդհանրապես շատ լավ ոնց որ աուրա է ստեղծում այս գործիքը միջավայրում։ Ուրեմն իմը տարբերություն Նարեկի, ես շեփորի գնալու միտք չեմ ունեցել։ Մի օր, ասած պատահական 4 տարի առաջ։ 2021 թիվն էր, եթե չեմ սխալվում, ես երաժշտական գնացել եմ նախնական վոկալի։ Ընկերս Սենիկը, իմ ուսուցիչը, ինձ միջազգում տեսնում է, ասում է՝ «Տղա ջան, անվճար
տեղ կա շեփորի կուզես գաս։ Ասեցի մտածեմ կասեմ, գնացի ծնողներիս ասեցի։ Ասեցի դե եթե անվճար տեղ կա մի բան ավելի իմանամ, ված չի լինի էլի ու տենց ու հիմա ընդհանրապես չեմ փոշմանում, ուրախ եմ ավելի շատ, որ ինձ այս հնարավորությունը ընձեռվել է, որ ես կարողանամ այս գործիքին տիրապետեմ։ Այսինքն պատահական հանդիպումը դարձավ Պատահական հանդիպումը ճակատագրական։ Հրաշալի է։ Այ կասեք ինչով է յուրահատուկ ձեր երաժշտական գործիքը, ձեր ընկալմամբ, ինչով է ինքը ուրիշ, ինչով նման չէ ուրիշներին, այլ գործիքներին։ Դե բնականաբար առաջի հերթին ձայնով։ Դե ոչ մի գործիք մոտավորապես իրականում լրիվ նույնը չեն, բոլոր գործիքները տարբեր են։ Բայց սաքսոֆոնը իմ համար ուրիշ է։ Ես եթե ինձ առաջարկեն սաքսոֆոն թե շեփոյից, բնականաբար սաքսոֆոն կընտրեի։ Ու Վլադը հակառակը, հա։ Թե սաքսոֆոն։ Ես կուզեի սաքսոֆոն նվագել։ Ինչու՞ ոչ։ Հրաշալի է։ Ինչ նպատակներ ունեք այս գործիքի հետ կապված։ Ինչ եք ուզում, որ նա ձեզ հասցնի, չգիտեմ, միջոցառումներ, ծրագրեր, որտեղ եք արդեն հանդես եկել դեպքում։ Իրականում ինձ ոչ մի տեղ մենակ մեր դպրոցի փակ միջոցառումներում մեկ էլ Ուրասարի 194-9 Լավ, ինչի Ուրասարի տոնին, ես հենց այդտեղից էլ դες հիշում եմ միջայլոց։ Վստահ շատ հրստադիտողներ եւս։ Հարգելի բարեկամներ, մենք անպայման տղաներին կլսենք, բայց ուզում եմ նաեւ ձեր հասակակիցներին ինչ կմաղթեք ամանորի Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, ինչ ասելիք ունեք, խնդրեմ կարող եք նաեւ այս հնարավորությունն օգտագործել եւ ասել մեր լսարանին։ Այստեղ աղջիկը ձեզ է։ Առաջին հերթին համերաշխություն, որ իրար միշտ հարգենք, սիրենք ու ամենակարևորը խաղաղություն աշխարհին։ Արեգ ջան։ Ձեր ծնողներին լսեք, իրանք երբեք վատ բան չեն ասի։ Հաստատ։ Շատ լավ։ Տղաներ ինչ համար ենք լսելու, հա, վայելելու, ինչ ենք ներկայացնելու մեր հեռուստադիտողների համար եւ ինչու եք ընտրել հենց այդ կատարումը։ Ինչու ենք ընտրել։ Իրականում դպրոցի միջոցառման ենք պատրաստվում, որոշում ենք ինչ նվագենք։ Չգիտեմ ոնց է ձև երկեր էինք հերթով դիտարկում ու այս մեկի վրա կանգառանք։ Դպրոցում ձև սովորեցինք, դպրոցում այդ միջոցառումը այս երկով անցկացրեցինք, բայց այդ միջոցառմանը կային մարդիկ, որոնք նաև զբաղվում են լիքը այլ գործունեությամբ ու նրանց շատ դուր էր եկել մեր համարը ու իրանք ոնց որ ամեն մեկը մեզ ոնց որ հրավիրեց իրենց միջոցառումներին ու այդպես եկը մեր կատարումով հայտնիացավ։ Ցավոք ինքը երգը հենց հայտնի է, հեռանալն է, ռեինկարնացիայի կատարման։ Բայց ձեր լուծմամբ։ Լուծմամբ իրանք կդան։ Դե որպեսզի ամեն բան սիրելի հեռուստադիտողներ լինի կանոնավոր, ինչպես եթերն է սիրում, մենք կախարդական ձևաչափային փոփոխություն ենք անում հիմա տաղավարում, որ տղաները լար են, հա, լար են, ճիշտ եմ ասում գործիքը։ Իմը չէ, իրանն է լարվում է, իմը չէ։ Քոնը լավ, պատրաստ եմ։ Երեք պատրաստ եմ ասում, որ ես էլ չսխալվեմ։ Որպեսզի տղաները պատրաստ են իրենց գեղեցիկ համարը, ալիքը մի փոխեք, մնացեք վայրկյաններ հետո կհանդիպեք տաղավարում։ Ֆորտունա հեռուստաընկերության ամանորյա ծրագրի գլխավոր հովանավորն է Երեմյան ընկերությունների խումբը, Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված իր ամենամեծ եւ ժամանակակից անասնաֆերմայով։ Իր մարզային գործունեությամբ ընկերությունը նպատակ ունի նպաստել համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների իրականացմանը եւ փորձի փոխանակմանը։ Ինչպես ասում է Երեմյան կատնամթերքը, կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Նոր տարում լինենք սիրով լեցուն, ուժեղ եւ առողջ։
Ամանորյա բացենյակի գործընկերն է Ազարյան Գինին իր հատընտիր տեսականիով։ Կարող եք հարցնել խորենացի 7 հասցեում, ինչպես նաև բոլոր խանութներում։ Ազարյան Գինի զարդարեք ձեր ամանորյա սեղանները։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան Գինի պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև Divine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածախ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան Գինի, արբեցնող, ինչպես սերը։ Տոնական վաթսենյակի գործընկերն է Step Furniture պատվերով կահույքը քաղաք Ստեփանավան։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Step Furniture որակյալ հումք, ամուր կառուցվածք, կատարյալ համադրություն։ Պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար։ Ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Նորավոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Մարիա Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։
Ֆորտունա հեռուստաընկերության ամանորյա ծրագրի գլխավոր հովանավորն է Երեմյան ընկերությունների խումբը, Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված իր ամենամեծ եւ ժամանակակից անասնաֆերմայով։ Իր մարզային գործունեությամբ ընկերությունը նպատակ ունի նպաստել համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների իրականացմանը եւ փորձի փոխանակմանը։ Ինչպես ասում է Երեմյան կաթնամթերքը, կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Նոր տարում լինենք սիրով լեցուն, ուժեղ եւ առողջ։ Ամանորյա բացենյակի գործընկերն է Ազարյան Գինին իր հատմտիշ տեսականիով։ Կարող եք հարցնել խորենացի 7 հասցեում, ինչպես նաև բոլոր խանութներում։ Ազարյան Գինի զարդարեք ձեր ամանորյա սեղանները։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան Գինի պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածախ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան Գինի, արբեցնող, ինչպես սերը։ Տոնական վաթսենյակի գործընկերն է Step Furniture պատվերով կահույքը, քաղաք Ստեփանավան։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Step Furniture որակյալ հումք, ամուր կառուցվածք, կատարյալ համադրություն։ Պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար։ Ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Նորավոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Մարիա Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։